Նոյանտապանի եթերում հրատապարծեր հաղորդաշարն է, հյուրընկալել եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն կենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հովիկյանին, Տիկին Հովիկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պահպանելով հաղորդման ֆորմատը, ես սկսեմ ամենավերջին հարցերից, որոնք կապված են Մոսկվայից հնչած հայտարարությունների հետ, մասնավորապես Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը դժգոհել է, որ Երևանը անուշադրության մատնեց այստեղից Զելենսկիի Մոսկվայի հասցեին հնչեցրած հայտարարությունները։ Նա Եվրամիության հետ հարաբերությունների մասով հիշեցրել է, որ Հայաստանը երկու աթոռի վրա նստել չի կարող, եւ նաեւ նշել են, որ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է մեծ զորության այեկի նախագիծ, որը կբավարարի երկրի կարիքները մեկ դար առնվազն։ Սրանից առաջ էլ մենք ԵԱՏՄ Եվրամիություն ընտրության մասով լսել ենք Պուտինի հայտարարությունը եւ տարբեր մակարդակի այլ պաշտոնյաների ըստ էության նույնաբովանդակ հայտարարությունները։ Հիմա ակնհայտ է, որ ռուսական կողմը, այսպես ասած, չի մարսում Հայաստանում անցկացված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, նաև Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովը, բայց մեր ներսում, մեր վերլուծական որոշ շրջանակներ ասում են, որ այդ գագաթնաժողովները ըստ էության Հայաստանին բացի ճանաչելիությունից եւ այդ ներկայացուցչական բաղադրիչից այլ բան չտվեցին։ Հռչակագրերն էլ ընդհանրապես կմնան հռչակագրեր, որովհետեւ գործող իշխանությունը Հայաստանը չի տանելու դեպի Եվրամիություն։ Ուզում եմ նախ օբյեկտիվորեն ձեր գնահատականը այդ անցկացված միջոցառումների հետ կապած, որպեսզի չթերագնահատենք եւ չգերագնահատենք արդյունքները ձեր գնահատմամբ։ Եվ երկրորդը Մոսկվայի այս սուր արձագանքը ինչի մասին է, եթե դա մեզ ըստ էության առարկայական արդյունքներ չտվեց։ Նախ սկսենք այնտեղից, որ մինչ Երևանում գագաթնաժողովը կանցկացնեինք, նույն Զելենսկին այցելել էր Ադրբեջան եւ Ադրբեջանում շատ ուշագրավ երկու հայտարարություն արվեց, նախ առ այն, որ Զելենսկին դիտարկում է Ադրբեջանի իբրև միջնորդ պետություն, եթե հանկարծ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև սկսվեն բանակցություններ կոնֆլիկտի կարգավորման համար։ Երկրորդ հայտարարությունը այն մասին էր, որ նրանք պատրաստվում են Ադրբեջանում իրենց անօթաչ սարքերի արտադրություն դնել Ադրբեջանի հետ միասին։ Այս հայտարարությունները կարծես թե Մոսկվան բացարձակապես չլսեց, թեպետ իրականում սա գործնականում շատ ավելի կարևոր հայտարարություններ էին նույն Մոսկվայի համար, հատկապես նույն այդ անօթաչ սարքերի արտադրություն դնելու մասին հայտարարություն, որտեղ սա անմիջականորեն անդրադառնալու է հենց պատերազմի ընթացքի վրա, որովհետև նույն ռուսական կողմը անընդհատ բողոքում է նրանից, որ ուկրաինական կողմը իր անօթաչ սարքերով հասնում է Ռուսաստանի խորքը։ Իդեպ այսօր կարդացի վիճակագրական մի քանի տվյալ, ըստ որոնց այլևս Ռուսաստանի 60-70% բնակչության պաշտպանված չէ ուկրաինական անօթաչ սարքերի հասանելիությունից։ Հիմա սա դրանք որոշել են անտեսել, իսկ այն, որ Հայաստանում անցկացվում է եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, սա ինչ որ պատճառով խնդիր է դարձել։ Նախ նշենք ինչու։ Հարցը նրանում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը չի դիտարկում իբրև ինքնուրույն անկախ սուվերեն պետություն։ Ամբողջ խնդիրը թերևս հենց այս որ ինչպես ասում են շանգլուխը հենց այստեղ է թաղված, այդտեղից սկսենք եւ մնացած բոլոր հայտարարությունները պետք է նայել հենց այս դրամաբանության մեջ։ Նրանք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին շատ հետևողականորեն սկսել է վարել քաղաքականությունը, որը ավելացնելու է եւ մեր սուվերենությունը եւ մեր ինքնուրույնությունը, ինչպես նաեւ անվտանգության դիտանկյունից կոնկրետ շատ ավելի այսպես դրական դինամիկա է արձանագրել Հայաստանի Հանրապետության դեպքում, ինչպես նախ այն, որ մենք ներկայիս իշխանությունները, մենք ասելով բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականության ռազմավարություն են որդեգրել, ինչի հետևանքում մենք այսօր ունենք բազմաթիվ պայմանագրեր ռազմավարական բնույթի տարատեսակ երկրների հետ։ Երկրորդը, որ մենք որոշել ենք որդեգրել խաղաղության
քաղաքականություն, ինչն է, որ մեր հարևաններից եւ որևէ մեկի հետ այսօր որից է խնդիր այլևս չենք ուզում տեսնել եւ ունենալ եւ որոշել ենք, որ մեր բոլոր ռեգիոնալ հարևանների, ռեգիոնալ պետությունների հետ պիտի ապրենք համապատասխանաբար խաղաղ միջավայրում զարգանալու տրամաբանությամբ։ Այս ամենը իրականում Մոսկվային ձեռնտու չէ, որովհետեւ քանի դեռ կար կոնֆլիկտը, նրանք կարողանում էին երկու պետություններին, Ադրբեջանին եւ Հայաստանին այս դեպքում, իրենց ուզած կերպով, այսպես տիկնիկավարել, հա, եթե կարող եմ այսպես ասել, խաղացնել, այո, իրենց կարիքներին համապատասխան, երբ պետք էր ճնշում էին գործադրում Հայաստանի ուղղությամբ, երբ պետք էր ճնշում էին գործադրում Ադրբեջանի նկատմամբ։ Այսօր այլևս այդ լծակը, որը թերևս ամենաուժեղ լծակն էր կոնկրետ թե մեր թե Ադրբեջանի դեմ, այլևս չկա։ Կոնֆլիկտը այլևս չկա։ Եվ սա է, որ Մոսկվային նաև ինչ-որ չափով այսպես գցել է ոչ այնքան լավ կամ ոչ այնքան դրական կոմֆորտ իրավիճակի մեջ, այո։ Բայց նրանք, քանի որ դեռ ունեն տնտեսական լծակներ նույն Հայաստանի Հանրապետության դեմ, շարունակում են այսպես սպառնալիքները ձևակերպել նաև այդ տրամաբանությամբ։ Ինչևէ, նշեմ այնինչ պարբերաբար կրկնել եմ տարբեր առիթներով, եթե մենք ուզում ենք Ռուսաստանի Դաշնության հետ երբևէ ունենալ գործընկերային բարիդրացիական հարաբերություններ, ապա մենք մեր կրիտիկական կախվածություններ Ռուսաստանի Դաշնությունից պիտի հասցնենք մինիմումի։ Ադրբեջանի օրինակը թող բոլորի աչքի առաջ լինի, Ադրբեջանը Ռուսաստանից պահից դրությամբ կախվածություն չունի, այնտեղ կախվածության գործոններից առնվազն մեկն էլ հենց նաև Սփյուռքն է կամ համայնքները, որ երկու պետությունների բնակվում են Մոսկվայում, այստեղ էլ շատ կարևոր հանգամանք կա, օրինակ Ռուսաստանը անգամ ադրբեջանական համայնքին հարաբերությունների սրվելու ժամանակահատվածում չկարողացավ օգտագործել Ադրբեջանի դեմ, հիշեցման կարգով առնվազն վերջի 1 տարվա ընթացքում հիշում եք Ադրբեջանի հետ Ռուսաստանը կոնկրետ հարաբերությունները սրեց, պայմանավորված հենց այդ ինքնաթիռի այսպես կործանվելու եւ դրա հետևանքում Ռուսաստանի ներողություն չխնդրելու հանգամանքով պայմանավորված։ Որևիցե մի ադրբեջանցի Ռուսաստանից Ադրբեջանի դեմ որևէ հայտարարությամբ կամ կշտամբական ինչ-որ այսպես խոսքով հանդես չեկավ։ Այնինչ, եթե նայում ենք հայ համայնքի մեր ներկայացուցիչներին, նրանք բոլոր ցանկացած պատեհ եւ կամ անպատեհ առիթներով մեր համայնքի ներկայացուցիչներին, հայկական ազգանուն ունեցող տարատեսակ գործիչների, բիզնեսմենների եւ այլն միշտ էլ կարողացել են եւ դեռ կարողանում են օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ ըստ անհրաժեշտության այս պարագայում։ Տիկին Հողիկյան, ես ճիշտ եմ հասկանում, Ռուսաստանը ավելի հաշտ է Ադրբեջանի անկախ ինքնուրույն լինելու հետ։ Հայաստանի դեպքում ասացիք, որ չի հաշտվում կարծես թե այդ փաստի կամ հանգամանքի հետ։ Ադրբեջանի դեպքում հաշտ են, թե պարզապես ստիպված են այս պահին հանդուրժել։ Հանդուրժում են, ինչպես եւ մնացած բոլոր դեպքերում, պարզապես հասկանում են, որ լծակներ չկան։ Իսկ Հայաստանի դեպքում քանի դեռ կան լծակներ, որոնք իդեպ այսօր շատ ավելի թույլ են, քան 3 էին, քան առնվազն 1 տարի առաջ էր, քան 2 տարի առաջ էր, պայմանավորված նաեւ օգոստոսի 8-ից հետո արդեն իսկ արկա իրականությամբ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրված այդ փաստաթղթերով, այնուամենայնիվ մենք դեռ չենք հասել այնտեղ, որտեղ Ռուսաստանից կախվածություններ չունենք, որտեղ նրանք չեն կարող նաև ինչ որ տարբեր լծակներ Հայաստանի դեմ կիրառել։ Ադրբեջանի դեպքում այդ հնարավորությունը չկա միանշանակ։ Գագաթնաժողովի մասով հիմա հռչակագրերին առնվազն Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ ունենք հռչակագրեր։ Սրանց նշանակությունը ո՞րն է։ Վերջին տարիների ընթացքում մենք ռազմավարական բնույթի փաստաթղթեր ենք ստորագրել մի շարք երկրների հետ, այդ թվում նաև Կենտրոնական Ասիայի ամենախոշոր խաղացողներից մեկի, նույն Ղազախստանի հետ, ունենք նաև ստորագրված փաստաթղթային, այսպես ռազմավարական փաստաթղթեր մի շարք այլ երկրների հետ, վերջին երկրները, վերջին գագաթնաժողովի առնվազն այսպես համատեքստում Միացյալ Թագավորություններ, Ֆրանսիայի հետ առանձին փաստաթուղթ, ավելի համապարփակ փաստաթուղթ ստորագրվեց, որին հետևեցին նաև 16 այլ պայմանավորվածություններ, պայմանագրեր, ինչպես նաև պայմանագիր ենք ստորագրել Բուլղարիայի հետ, Սև ծովի հարևանությամբ գտնվող մեր հարևաններից մեկի հետ։ Հիմա եթե մենք խոսում ենք բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության մասին, ապա միանշանակ պետք է ունենանք հարաբերություններ բոլոր այն երկրների հետ, ում հետ կան համընկնող շահեր։ Առասարակ պիտի արձանագրել, որ երկրները իրար հետ ոչ թե շփվում են, հարաբերվում են էմոցիոնալ ինչ որ
պատճառներով կամ background-ով պայմանավորված, այլ բնականաբար համատեղ շահերով պայմանավորված։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն վայելելու համատեքստում հարաբերությունները վերջին տարիների ընթացքում շատ լավացրել է ամենատարբեր ուղղություններով, ծոցի ուղղությամբ, ծոցի երկրները։ Մեր անմիջական հարևանների հետ են հարաբերությունները բավականին լուրջ դրական դինամիկա գրանցել։ Ունենք շատ լավ հարաբերություններ Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիայի հետ հիմա կնշեք, որ ունեցել ենք լավ հարաբերություններ ավանդաբար եւ միշտ, բայց միևնույն ժամանակ Ֆրանսիայի հետ երբևէ չենք ունեցել հարաբերություններ ռազմավարական մակարդակի առնվազն։ Վերջերս տեսանք այդ փաստաթղթի, այդ մտադրության մասին փաստաթղթի ստորագրումը, ինչպես նաեւ առարկայական 16 այլ ոլորտերով ստորագրված փաստաթղթերի, այսպես շարան, հա, որոնցից մեկը իդեպ հյուսիս-հարավ ճանապարհի թունելներից մեկի կառուցապատումը իրականացնելու մասին էր ֆրանսիական ընկերության կողմից։ Նշենք նաեւ, որ պատերազմից հետո մինչ այդ մենք զենք չէինք ստանում որևիցե եվրոպական ուղղությունից եւ առհասարակ ներկայիս մեր հարևաններից որևիցե մեկից, իսկ ու առհասարակ գլոբալ խաղացողներից նաև որևիցե մեկը մեզ զենք չէր վաճառում պայմանավորված կոնֆլիկտի առկայությամբ 2023 թվականից այս կողմ արձանագրենք, որ մենք զենք ենք գնում Հնդկաստանից, որի հետ նույնպես ռազմավարական բնույթի բարձրացրեցինք մեր հարաբերությունները, զենք ենք գնում Ֆրանսիայից, զենք ենք գնում նաև վերջին, եթե այսպես ռիպորտներին անդրադարձանեմ Չեխիայից նաև եւ մի շարք այլ պետություններից, այսինքն մենք աշխարհագրությունը մեծացրել ենք նախկինի համեմատ, Ռուսաստանը, որ այն ժամանակ թերևս միակ գրեթե միակ բացի Բելարուսից, հա, ինչ ուղղություններով, եթե միակ զենքի, այսպես մեր մատակարարներ, հիմա այլևս այդ կրիտիկական կախվածությունը Ռուսաստանից չկա։ Սա էլ շնորհիվ այն բոլոր պայմանագրերի, որոնց մասին քիչ առաջ խոսեցինք։ Հիմա սա ուղղություններից մեկն է, կան մի շարք այլ ուղղություններ, կլինեն դրանք առևտրային տրամաբանության մեջ, կլինեն մի շարք այլ տրամաբանությունների մեջ, բայց միանշանակ պայմանավորված են Հայաստանի Հանրապետության անմիջական պետական շահով։ Տիկին Հոխիկյան, բայց կան մեր տեղեկատվական վերլուծական դաշտում մարդիկ, ովքեր քննադատում են նույն սպառազինության ձեռքբերման ծավալները, թերահավատ են այդ բարեփոխումների նկատմամբ, ասում են, եթե քո երկրի գործող իշխանությունը հանձնվում է թուրք-ադրբեջանական տանդեմին, բնական է, որ նրանք այդ գնումները չեն կատարի այն ծավալով, ինչ ծավալով, որ պետք է անեն, որպեսզի պաշտպանվեն հնարավոր ռիսկերի ու հարձակումների դեպքում։ Սրանք անկեղծ մտահոգություններ են, սրանք հիմնավորված օբյեկտիվ մտահոգություններ են, թե սրանք ամեն դեպքում այդ Ռուսաստանից եկող քարոզչության ազդեցությունն են մենք։ Սրանք անգամ լուրջ, այսպես ինչ որ մեկնաբանություններ չեն, որոնց կարելի է անդրադառնալ, որտեղ միայն թվերին նայելու հանգամանքով պայմանավորված կարելի է տեսնել, որ մենք մեր ռազմական պաշարները լրացնելու հարցում, հազենք զինամթերք գրելու հարցում այսօր եւ առնվազն 10 տարի առաջ եւ կամ 20 տարի առաջ անգամ մոտ չէ նրան, ինչ մենք ժամանակին ունեցել ենք։ Այսինքն այն ինչ մենք ունենք մինչ պատերազմը եւ ունենք պատերազմից հետո անգամ համեմատելի չեն իրար հետ, ել չասած, որ որակական կոմպոնենտով պայմանավորված, եթե ամեն ինչին նայենք, նույն Ֆրանսիայի հետ ունենք մենք տարբեր զենք զինամթերքի գնման պայմանագրեր, որոնք չեն տրամադրում նույն պոստսովետական տարածքում գտնվող այլ երկրների, ունենք պայմանագրեր Հնդկաստանի հետ, ունենք մի շարք պայմանագրեր էլի այլ ուղղությունների հետ, պարզապես հորդորում թվերին նայել այդ մարդկանց, ինչ նմանատիպ հայտարարություններ անել է, իսկ ձեր սկզբի այդ մեկնաբանությունը, որ ինչ-որ մեկը ինչ-որ հանձնվել է, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմին ասում են, իրենք Ռուսաստանի ազդեցությունը թույլատնում են, բայց այո, ումով են փոխարինում, իրենք փոխարինում են թուրք-ադրբեջանական Ռուսաստանի ազդեցությունը թույլաtsել է Ռուսաստանի գործողությունների հետևանքում, սա արձանագրենք։ Բոլորը հիշում են 2020 թվականի պատերազմին Ռուսաստանի այսպես եւ պահվածքը եւ հարսարակ եւ հայտարարությունները եւ դրանից չեմ կարծում, որ սրանից ավել ինչ որ բաներ անհրաժեշտ անել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց վերաբերմունքը փոխեն, ինչպես իրենք են նշում դարավոր բարեկամի նկատմամբ, որը ոչ միայն իր պայմանագրային պարտավորությունները չկատարեց, ավելին պայմանագրային պարտավորություններ ունենալով հանդերձ Հայաստանի Հանրապետության հետ, սատարեց մեր հակառակորդ կողմին։ Պատերազմի ժամանակ, պատերազմից հետո քաղաքական հայտարարություններով եւ ոչ միայն։ Այնպես որ նմանատիպ հայտարարություններին առասարակ ես լուրջ չեմ վերաբերվում եւ չեմ կարծում, որ առնվազն 6 տարի անց նմանատիպ հայտարարությունների հետ կապված արժե ինչ-որ մեկնաբանություններ։ Հիմա վերադառնալով Հայաստանի իշխանության այդ քաղաքականությանը բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության
արտաքին քաղաքականությանը, տեսեք, ըստ Պուտինի Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև կողմնորոշվելու դեպքում ճիշտը հանրաքվե անցկացնելն է, որպեսզի հասարակությունը մարդիկ իրենք որոշեն եւ ըստ այդ որոշման Մոսկվան եզրակացություններ կանի եւ կգնա փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարզանի ճանապարհով։ Փաշինյանը իհարկե անդրադարձել է Պուտինի այս հայտարարությանը, նշել, որ համաձայն չէ ապահարզան այդ տերմինի հետ, որովհետև միջպետական հարաբերությունները այդպես չեն բնութագրվում եւ այդպես այդ տրամաբանությամբ չեն կառուցվում, եւ երկրորդը ասել է, որ մենք քանի դեռ ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք եւ անհրաժեշտություն չի առաջացել կոնկրետ ընտրություն անելու, այդ հարցը օրակարգում չի լինելու։ Հիմա ըստ էության իսկապես օբյեկտիվորեն Հայաստանը որքան ժամանակ կկարողանա իրականացնել այդ բալանսավորման կամ բալանսավորված արտաքին քաղաքականությունը։ Կարծում եմ, որքան ժամանակ անհրաժեշտ լինի, այդքան ժամանակ էլ իրականացնի պայմանավորված Հայաստանի Հանրապետության շահերով, այլ ոչ թե ինչ որ երրորդ երկրից եկող թելադրանքով։ Ինչպես վարչապետը նշեց, Հայաստանի Հանրապետությունը նույն Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, սկսենք այդտեղից, եւ այդպիսին լինելով, այնպես չէ, որ պետք է հորդորով շարժվել եւ ինչ որ մեկին տեղյակ պահել, հատկապես եթե այս պայծրությամբ կոնկրետ ինչ որ process-ներ չկան այն ուղղությամբ, որպեսզի մենք անդամակցենք Եվրոպական միությանը, որը նույնպես տնտեսական միություն է։ Միևնույն ժամանակ արձանագրենք, որ Ռուսաստանի շահերից չի բխում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը այս պահին կողմնորոշվի, որովհետև մեր կողմնորոշումը Ռուսաստանի Դաշնությանը պարզապես կարող է դուրս չգալ։ Հաշվի առնելով կրկին այն ռեպուտացիոն վնասը, որ Ռուսաստանը կրեց իր իսկ գործողություններով պայմանավորված 2020 թվականի պատերազմից հետո, այն դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության բնակիչների մեծամասնությունը ունի Ռուսաստանի Դաշնության վերջին տարիների դիրքավորման եւ գործողությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ առհասարակ պայմանավորված նրանով, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը ինքը ունի բավականին լուրջ խնդիրներ, թե համաշխարհային հանրության հետ, մի շարք իր նախկին գործընկերների հետ, թե անմիջապես ռեգիոնալ պետությունների հետ։ Եթե օրինակ անդրադարձ անենք վերջին ամսին անցկացված այնտեղ շքերթին, հաղթանակի շքերթին, 15 նախկին սովետական պետությունների ղեկավարներից ներկային ընդամենը 3-ը։ Ասիական պետությունը, կենտրոնական Ասիայի պետությունը 5 պետությունից ընդամենը 2-ի ղեկավարներ ներկա եւ Բելարուսի ղեկավարը, որը ըստ էության միությանական պետություն է։ Այսինքն եթե նրանք ուզում էին դրանով արձանագրեին, որ նրանք դեռ գլոբալ եւ ռեգիոնալ կամ համաշխարհային այս դեպքում անգամ ոչ ռեգիոնալ խաղացող են, ապա կարծում եմ այնքան էլ լավ չստացվեց գոնե այդ ցուցադրությունը նմանատիպ իրենց դիրքավորման։ Ինչ վերաբերում է մնացածին, եկեք նայենք, թե վերջին տարիների ընթացքում դուք սրանից առաջ նաև հարց բարձրացրեցիք ատոմակայանի հետ կապված, նրանց փոխվարչապետի հայտարարությամբ պայմանավորված, քանի դեռ Եվրամիության, քանի դեռ Միացյալ Նահանգների կողմից առաջարկներ չկային ատոմակայանի կառուցման, ռուսական կողմը այդ մասին լռում էր։ Ինչու՞։ Որովհետև մեր կողմից բազմաթիվ անգամներ դրա հետ կապված նույնպես հայտարարություններ եղել են։ Պայմանավորված մեր ատոմակայանի արդեն իսկ կյանքի, ցիկլի տևողության բավականին կարճ ժամանակահատվածով։ Ինչու՞ ինչ այդ որևէ մեկը ոչինչ չէր առաջարկում Հայաստանի Ռուսաստանից եւ միայն առաջարկներ սկսեցինք լսել այն բանից հետո, երբ համարժեք կամ նմանատիպ առաջարկներ ունեցանք Միացյալ Նահանգներից, ունեցանք Եվրամիության մի շարք երկրներից, ինչու՞ն էր խնդիրը այդ ժամանակ։ Ըստ իս բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության համատեքստում առասարակ ճիշտ կլինի այս դեպքում ոչ թե Ռուսաստանի հետ նույն ատոմակայանի կառուցման այսպես ճանապարհով գնալ, այլ մեր արևմտյան գործընկերների հետ, տվյալ դեպքում կամ Միացյալ Նահանգների կամ Եվրամիության երկրներից ինչ-որ մեկի հետ, հենց թեկուզ միայն նրա համար, որպեսզի մենք կրկին մի կենտրոնից կախվածության մեջ չհայտնվենք, որովհետև եթե էներգակիրների այսպես խնդրին ենք անդրադարձանում, կլինի դա նավթը, կլինի դա գազը, այս պահիդրությամբ դեռ որ Ռուսաստանից կախվածություն ունենք։ Մի բան էլ Եվրամիության եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում վստահ եմ հետևել եք, հնչեցին հայտարարություններ այն մասին եւ նաեւ Եվրամիությունը իբրև վերպետական կառույց նաեւ պարտավորվեց Հայաստանին օգնություն տրամադրել էներգիայի կուտակիչների հարցում, խոսք գնաց, եթե չեմ սխալվում, 1 գիգավատ ակումուլատորների տրամադրման համար
Ինչը եթե վերածում ենք, այսպես որպեսզի պարզ լինի թե ինչի մասին է խոսքը, ապա մեկ բավականին մեծ ատոմակայանի բլոկի արտադրած էներգիայի չափով էներգիայի կուտակող ակումուլյատորի մասին ենք խոսում։ Այսինքն եթե նմանատիպ հզորություններ մենք ժամանակին զարգացրեցինք, Ռուսաստանն էլ շատ լավ հասկանում է, ապա ոչ միայն էներգետիկ կախվածությունը, այլ առհասարակ կրիտիկական կախվածությունը այս հարցով նույնպես Ռուսաստանից նվազում է, իսկ դա բնականաբար, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Ռուսաստանը մեզ չի դիտարկում իբրև ինքնուրույն, ինքնավար, սուվերեն պետություն, եւ սա մեզ օգնելու է էլ ավելի ինքնուրույն դառնալ, սուվերենության ճանապարհին մեզ էլ ավելի այսպես լուրջ օգնություն է տրամադրում, ապա բնական է, որ սա նրանց համար ձեռնտու չի լինելու որևէ կերպ։ Կարող էինք օգտվել առիթից եւ հայտ ներկայացնել օրինակ Եվրամիության այս գագաթնաժողովները օգտագործեինք որպես հարմար առիթ եւ հայտ ներկայացնել։ Թե ամեն դեպքում իշխանության ասածն է ճիշտ, որ պետք է աշխատել, հասնել ստանդարտներին, հետո նոր հայտի մասին մտածել։ Ես կարծում եմ, որ շտապելու անհրաժեշտության այդ ուղղությամբ չկա, որովհետեւ այդ process-ն էլ անգամ տարբեր եվրոպական պետությունների համար, այնպես չի որ կարճ process է, նախ պիտի ստանդարտիզացիայի ճանապարհով անցնենք, մոտեցնենք մեր ստանդարտները եվրոպական ստանդարտներին, հատկապես եթե տնտեսական համագործակցության մասին ենք խոսում, ապա միայն դրանից հետո կարծում եմ դա հայտ ներկայացնելը տեխնիկական, այսպես հարց է կամ խնդիր է։ Եթե մենք պատրաստ լինենք եւ օրենսդրական եւ տեխնիկական եւ մնացած այլ այսպես ուղղություններով, ապա դա ընդհանրապես վերջին բանն է, որ կարելի անել եւ դրանից հետո ակնկալել ինչ որ X process-ներ, որտեղ հիշեցման կարգով եվրոպական վերջին պետությունները, որոնք միացան նույն ՆԱՏՕ-ին, շատ կարճ տևեց այդ ընթացքը, որտեղ ստանդարտիզացիայի հետ կապված նրանք խնդիրներ չունեին։ Այնինչ կան պետություններ նույն Եվրամիության մեջ, ովքեր բավականին երկար հայտադիմումները ներկայացրել են, բայց չեն կարողացել իրենց ստանդարտները մոտեցնել եվրոպական ստանդարտներին, այդ իսկ պատճառով դեռ որ տեխնացու պետությունների կարգավիճակում են շարունակում մնալ։ Այս ուղղությամբ կարծում եմ շտապելու որևէ բան չկա, շտապելու բան ունենք պարզապես ստանդարտների մոտեցման ճանապարհին, ինչու որովհետև նախ սա մեզ հնարավորություն կտա նոր շուկաների հասանելիություն ունենալ եւ կրկին կախվածությունները, հատկապես կրիտիկական կախվածությունները այլ ուղղություններից հնարավորինս նվազեցնելու, ինչը հետագայում կապ չունի թե որ պետությունը կլինի, այս դեպքում Ռուսաստանն է, բայց անկախ թե որ պետությունը կլինի, որևիցե մեկ պետության, բայց հատկապես Ռուսաստանի Դաշնությանը էլ այլևս հնարավորություն չի տա Հայաստանի Հանրապետությանը վերջնագրեր ներկայացնել կամ էլ թե ներքին գործերին խառնվել եւ հորդորել Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա, սենս։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։
Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղ անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Ալիևը հայտարարում է, ասում է Ադրբեջանը նպատակ չունի կործանել Հայաստանը կամ խլել Հայաստանի անկախությունը։ Իսկապես Ադրբեջանը այդպիսի նպատակ չունի։ Ադրբեջանի ղեկավարը վերջերս արված իր հարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ իրենք հասել են իրենց նպատակներին, իրենք այլ ջրնպատակներ չեն պատրաստվում հետապնդել նույն հարավային Կովկասում։ Բացի դրանից եկեք արձանագրենք եւս մի քանի բան։ Օգոստոսի 8-ին կնքված նույն այդ փաստաթղթերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ թե վկայությամբ։ Եվ տարբերությունը արդյոք մեծ է։ Ես չեմ կարծում, որ տարբերությունը այս դեպքում մեծ է, որովհետեւ ի վերջո միջնորդ պետություն, որը որ կարողացավ մեր երկու պետություններին բերել սեղանի մոտ եւ այդ փաստաթղթերը ստորագրելու համար պլատֆորմ հանդիսանալ, հենց նույն Միացյալ Նահանգներն են։ Հիմա այս դեպքում միջնորդություն կասենք, թե վկայություն կասենք, տարբերությունը դրանից առանձնապես չի մեծանում։ Այնպես որ եթե նայում ենք նրան, որ սա Ադրբեջանի համար նույնպես շատ կարևոր էր, պայմանավորված նրանով, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները լավացնելու դիտանկյունից ինքը բավականին լուրջ աշխատանքեր մինչ այդ իրականացրել, այնուամենայնիվ այսպես հասանելիություն չէր կարողացել ձեռք բերել Միացյալ Նահանգների իշխանություններին, չէր կարողացել նույն ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնել իր հարաբերությունը, ինչի մասին նրանք նաև հայտարարեցին հենց փաստաթղթերի ստորագրման օրը, ապա եթե նրանք իրենց պայմանավորվածություններից, իրենց ստորագրություններից հետ են կանգնում, հենց սրանով իսկ կոնկրետ իրենց շահերն են վնասում, ոչ թե կոնկրետ ինչ-որ Հայաստանին լավություն են անում կամ սրանով պարզապես նրանք ստիպված են ինչ-որ բան անել։ Չէ, սա երկուստեք շահավետ գործարք է, եթե դիտարկում ենք էմոցիաներից անդին, ապա երկուստեք շահավետ գործարք է եւ Հայաստանի Հանրապետության համար եւ նույն Ադրբեջանի համար, որովհետեւ Ադրբեջանի դեպքում էլ կոնֆլիկտի առկայությունը այնուամենայնիվ լծակ էր տալիս Ադրբեջանի դեմ Ռուսաստանի Դաշնությանը, որը այլևս չկա։ Արձանագրում ենք, եթե կոնֆլիկտը չկա լծակ ոչ Ադրբեջանի դեմ, ոչ էլ Հայաստանի նկատմամբ։ Հիմա այս լծակը վերացել է եւ եթե մենք կարողանում ենք հարաբերությունները կարգավորել երկուստեք ինչ ուղղությամբ շարժվում ենք վերջին առնվազն 1-2 տարիների ընթացքում, ապա ես չեմ տեսնում խնդիր, թե ինչու պիտի Ադրբեջանը առասարակ Հայաստանի հետ կապված այլ նկրտումներ ունենա։ Հատկապես որ այդ ճանապարհից թրիփի մասին եթե խոսենք, ապա այդ ճանապարհից օգտվելու են նաեւ իրենք եւ այդ ճանապարհով կապվելու են անմիջապես նույն Նախիջևանի հետ իրենց
էքսկլավի հետ։ Էլի հարցեր ունեի դրա հետ կապված, բայց շատ կընթարցակվենք։ Տիկին Ուղղիկյան, ուզում եմ ներքաղաքական թեմաներով ամփոփենք։ Հիմա տեսեք, գործող իշխանությունը ակնհայտորեն գուցե կարիքից դրդված կամ գուցե սեփական սխալները հաշվի առնելով գնում է ձեր ասած ինքնուրույն քաղաքականություն վարելու ճանապարհով, ինչը ինստինկտիվ բերում է Ռուսաստանի ազդեցության թուլացման։ Բայց ասում են Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի դեմ ոչ մի քայլ չի արել։ Ինչպես եք պատկերացնում, որ Ռուսաստանից պայքարեի Նիկոլ Փաշինյանի դեմ, ասենք Ռոբերտ Քոչարյանով, երբ գիտեն ինչպիսի հանրային վերաբերմունք կա նրա նկատմամբ։ Ինչպես եք պատկերացնում, որ Ռուսաստանից Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարեին Սամվել Կարապետյանով, երբ մարդը ինքնին երբ որ խոսում է, այո, գուցե նրա գումարները, նրա կարողությունը մի փոքր վստահություն ներշնչեն, որ խոստումները իրականություն կդառնան, բայց ամեն դեպքում մարդու խոսելը արդեն բովանդակային առումով չի տալիս այդ վստահությունը։ Այսինքն դուք ինչ եք կարծում, ինչ եք տեսնում, արդյոք Սամվել Կարապետյանին այս պահին ներքաղաքական դաշտում երկրորդ ընդդիմադիր այդ ուժի ներքո ներկայացնելը արհեստական տեղի ունեցավ, ում է ձեռնտու ավելի շատ, ով նրան մցրեց խաղի մեջ, տարբեր են մեկնաբանությունները, ես վստահ եմ դուք լսել եք մեր ներքաղաքական վերլուծական դաշտի դիտարկումները այս ամենի հետ կապված։ Եկեք տրամաբանության անդրադարձանենք, իսկ որն է Ռուսաստանի այլընտրանքը, ում միջոցով փորձեին պայքարել Նիկոլ Փաշինյանի կամ Նիկոլ Փաշինյանի կուսակցության կամ մյուս եվրոպական այլ այսպես քաղաքական ուժերի դեմ, բայց հատկապես իշխող ուժի դեմ, ում միջոցով պայքարեն։ Դուք նոր քաղաքական դեմք տեսնում եք դաշտում, որը կարող էր առհասարակ այդ միսիան իր վրա վերցնել եւ այսպես բարեհաջող կերպով հասցնել ավարտին։ Սամվել Կարապետյանը ընդհանրապես նոր դեմք էր, որի միջոցով նրանք փորձեցին քաղաքական, այսպես միջավայր մուտք գործել Հայաստանի Հանրապետության, այն հույսով, որ նրա միջոցով կկարողանան ինչ-որ բանի հասնել, բայց եկեք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում կարծում եմ ռուսամետների եւ հայամետների, որովհետեւ այս պահից դրությամբ ես կարծում եմ ավելի շատ է այն մարդկանց քանակ, ովքեր սկսել են առաջնորդվել ոչ թե այն դիտանկյունից, թե Ռուսաստանին ինչը ձեռնտու կլինի կամ ինչը կարող է վնասել կամ ինչը կարող է ընդհանուր բարկացնել, այլ այն դիտանկյունից, թե Հայաստանի Հանրապետության շահը որտեղ է եւ ինչպես պետք է Հայաստանի Հանրապետությունը շարժվի այդ շահը սպասարկելու համատեքստում։ Հիմա եթե նայում ենք նրանց այլընտրանքին, շատ պարզ է դառնում, թե ինչու են նրանք նույն խաղացողներով դաշտում խաղում։ Չկա այլ մարդ, ում միջոցով պիտի խաղային։ Ինչ վերաբերում է ինչ կկարողանա անել Սամվել Կարապետյանը, ըստ իս նրանք ընդհանրապես պայքարելու են այն նույն ընտրողների ընդրազանգվածի, համար, որի համար նախկինում պայքարում է Ռոբերտ Քոչարյանը մյուս ռուսամետ այլ կուսակցությունների հետ միասին։ Այդ թվում նաև Բարգավաճ Հայաստանի, այդ թվում նաև նախկինում արդեն իսկ ՀՀԿ-ի, որը այս ընտրություններին չի մասնակցում եւ այլն եւ այլն։ Այսինքն ամեն դեպքում Ռուսաստանին պետք է որ խորհրդարանում բացի իշխող ուժից անպայման ռուսամետ մեծ ուժ ներկայացված լինի։ Եթե այդ մասին հայտարարում է Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նմանատիպ խնդրանքով կամ առնվազն պահանջով դիմելով, ապա ես չեմ կարծում, որ մենք պատճառ ունենք Վլադիմիր Պուտինին չհավատալու։ Սպասել հետընտրական ցնցումների, որովհետև Զատուլինն ասում է, եթե Փաշինյանի իշխանությունը հաղթի ընտրություններում, ապա Ռուսաստանը չպետք է ճանաչի այդ ընտրությունների արդյունքը։ Չեմ կարծում, մի քանի պատճառով եկեք նայենք, թե ինչու։ Նախ, սկսենք այնտեղից, որ Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ Հայաստանի Հանրապետությանը կորցնել, իբրև դաշնակից կամ իբրև գործընկեր պետության մի պարզ պատճառով, որովհետև իրենք էլ հասկանում են եւ իրենք էլ այս մասին վերջին շրջանում բարձրաձայնում են, որ եթե նրանք կորցրեցին Հայաստանի Հանրապետությունը, ապա իրենք կորցնում են Հարավային Կովկասը, որպես այդպեսին, ինչ իրենց թույլ տալ չեն կարող։ Այդ իսկ պատճառով, եթե անկախ նրանից, ոչ թե եթե ով կհաղթի ընտրություններին, իսկ ես կարծում եմ ռուսական կամ ռուսամետ կամ ռուսական պրոքսի ուժերը ընտրություններին հաղթելու շանսերը առանձնապես չունեն, դրա մասին գիտեն նաև Ռուսաստանում, ապա Ռուսաստանը աշխատելու է ընտրված իշխանությունների հետ, կրկին անկախ թե ովքեր կլինեն այդ իշխանությունները։ Կան արդյոք ճնշումներ, մինչ այդ ընտրությունների օրվան հասնելը կլինեն արդյոք հավելյալ այլ ինչ-որ ճնշումներ, անշուշտ։
Ռուսաստանից պայքարելու են, փորձելու են հնարավորինս օգնել այստեղ իրենց պրոքսիներին, գոնե առնվազն որ թևաթափ չլինեն եւ հնարավորինս ավելի շատ տեղեր վերցնան նույն ազգային ժողովում, իբրև ռուսական ընդդիմություն, որովհետեւ այստեղ հայկական օրակարգերի մասին խոսելը առնվազն կարծում եմ ավելորդ կլինի իրենց դեպքում, նրանք ամեն ինչին նայում են Ռուսաստանի պրիզմայով, Ռուսաստանի շահի դիտանկյունից եւ այլն։ Անշուշտ կպայքարեն, անշուշտ կտեսնենք հավելյալ հիբրիդային այլ այսպես գործիքակազմերի կիրառում, հների հին գործիքներից, նոր գործիքներից, բայց ընտրություններից հետո եկեք արձանագրենք, որ անկախ ընտրությունների ելքից Ռուսաստանի Դաշնությունը աշխատելու է նույն կերպ ինչպես եւ աշխատել է այսօր Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանությունների հետ։ Մեկ կարճ դիտարկում Տիկին Հովհաննիսյան, գիտեք ինչն է ցավալի ձեր ասածից ինչ դիտարկում կարելի անել, որ երկար ժամանակ մենք ադրբեջանցիների մասին խոսում էինք, ներկայացնում էինք որպես մտավոր առնվազն խնդիրներ ունեցող, ոչխարի կերպարով էինք ներկայացնում ադրբեջանցիներին, բայց ստացվում է այսօր ադրբեջանցիները լինեն թե Ռուսաստանում, թե այլ երկրներում եւ թե իրենց երկրում, իրենք շատ ավելի ուժեղ են հասկանում իրենց պետության շահը, շատ ավելի պատրաստ են պաշտպանել, քան Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող որոշ հայեր եւ հայկական շրջաններ։ Սա անշուշտ կա, բայց այստեղ նաեւ օբյեկտիվ պատճառներ կան։ Եկեք արձանագրենք, որ ի տարբերություն մեր դաշնակցի, Ադրբեջանի դաշնակիցը, որը որ Թուրքիան է, միշտ էլ Ադրբեջանի մեջքին կանգնած է եղել բոլոր հանգամանքներում։ Բացի դրանից Ադրբեջանը շատ ավելի վաղ էր ձևակերպել իր ազգային շահը եւ նպատակը, ինչի ուղղությամբ շատ հետեւողականորեն գնացել է։ Ավելին նշեմ, որ դեռ 90-ականների սկզբից Ռուսաստանը որպես այդպեսին Ադրբեջանում առանձնապես ոչ ազդեցություն, ոչ էլ ներկայություն չի ունեցել, որովհետև դեռ պատերազմի տարիներին Ադրբեջանի նախկին նախագահները ռուսական ռազմաբազան Ադրբեջանից ստիպեցին հանել եւ առասարակ ռուսական ազդեցության հետ բավականին լուրջ այսպես պայքար են մղել, դրանով պայմանավորված ներսում, այսինքն տեղում նրանք պրոքսիներ ձևավորելու հնարավորություն չեն ունեցել եւ տեղում ներսում այդ պրոքսիների միջոցով Ադրբեջանի դեմ իբրև պետության չեն կարողացել պայքարել։ Արդյոք կախված եղել է Ադրբեջան-Ռուսաստանի դաշնությունից կոնֆլիկտի բերումով պայմանավորված անշուշտ, որովհետև բոլորիս է հայտնի, որ նույն կոնֆլիկտի հիմնական այսպես կուրատորին կամ համակարգողին, անկախ նրանից, որ կար կոնկրետ մարմին, որը դա համակարգում էր, կարգել էին Ռուսաստանին, որովհետև նույն Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները այս տարածքը դիտարկում էին Ռուսաստանի այսպես գործունեության տարածք։ Սրա մասին գագաթնաժողովի ընթացքում վստահ եմ լսել եք, ֆիքսել եք, հայտարարեց նաև Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, որ մինչ 2018 թվականը եվրոպական համայնքի ներկայացուցիչները, ղեկավարները Հայաստանը դիտարկում էին իբրև Ռուսաստանի ազդեցության կամ ինչպես նա նշեց սատելիտ, ազդեցության գոտի կամ արբանյակ։ Այնպես որ եթե ձեզ դիտարկում են իբրև Ռուսաստանի արբանյակ, բնական է, որ կոնֆլիկտի լուծման բանալին լինելու է Ռուսաստանի ձեռքում։ Ռուսաստանն էլ շատ այսպես վարպետորեն կիրառում էր այդ լծակը եւ Ադրբեջանի դեմ եւ Հայաստանի դեմ։ Այս դրությամբ, քանի որ մենք որոշել ենք խաղաղության ճանապարհով գնալ, նրանք այդ հնարավորությունը այլևս չունեն։ Տնտեսական իմաստով էլ, քանի որ Ադրբեջանը այլևս մեզ տրամադրում է ճանապարհ բեռնափոխադրումների համար, Թուրքիայի հետ սահմանի բացումն էլ ժամանակի հարց է, կարծում եմ այս մասին նաև խոսակցություն եղավ հենց նույն գագաթնաժողովի համատեքստում, հետո նաև Երևանյան երկխոսություն համաժողովի համատեքստում Սերդար Քլչը հյուրերից մեկն էր եւ նմանատիպ հարց հնչեց, կրկին էլի ժամանակի հարց է այս համատեքստում հարցին պատասխանվեց։ Այս ամենը հաշվի առնելով պարզ է, որ տնտեսական այն մահակը, որը Ռուսաստանը այսօրվա դրությամբ ունի եւ կարող է կիրառել եւ կիրառում է ժամանակ առ ժամանակ, վերջին 1 միլիոնից ավել ջերմուկի խմբականակը դրա վկան, առժամանակ հետո նրանք դրա հնարավորությունն էլ չեն ունենալու եւ շատ լավ սա հասկանում են բնականաբար ավելին ասեմ որոշ ռոպագանդիստների եթե վկայություններին նայենք ապա նրանք այս ընտրությունները գրեթե որպես վերջին շանս են դիտարկում Ռուսաստանի պրոռուսական ուժերի այսպես իշխանության բերելու համատեքստում եւ դրանով Ռուսաստանի ազդեցության գոտում Հայաստանը պահելու
համատեքստում։ Այնպես որ ես վստահ եմ, առավել քան վստահ եմ, որ ընտրություններից հետո Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես եւ նախկինում 21 թվականի ընտրություններից հետո եւ ընթացքում նույն կերպ աշխատելու է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, որտեղ նրանք այսօր ինչքան մենք ենք իրանցից կախված, ինչ որ չափով էլ նրանք են մեզնից այլևս կախված, պայմանավորված նրանց այդ այն ապրանքատեսակներով, որ Հայաստանի միջոցով են ստանում տեխնիկական, պայմանավորված նրանով, որ նրանք չեն ուզում կորցնել Հարավային Կովկասը եւ ոչ միայն չեն ուզում, այլ չեն կարող թույլ տալ, որպեսզի մի ամբողջ ռեգիոն, որը ավանդաբար եղել է նրանց անմիջական դաշնակիցը եւ սովետական միության ժամանակ անմիջապես մասն է կազմել սովետական միության, դրանից հետո դաշնակցային հարաբերություններ, իսկ դրանից առաջ էլ կիսված է եղել, որովհետեւ իրենց անմիջական արևելյան սահմանը նրանք չեն կարող թույլ տալ, որ այս ամբողջ ռեգիոնը դառնա Ռուսաստանի հակառակորդ։ Շնորհակալ եմ բովանդակալի զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն կենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։